Մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայրներ, որ ներքինս ես, Սուրբ Երիցյանուկով, եկես ծե արքայություն քո Երիցին կամքո, որպես երկինս եւ երկի, ըսած մեր անապազոր, ու մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց վարտապանած, եւ մի տանիրս մեզ ի փորձություն, այդ մրկյազ մեզ իչարեր, զիքոյ արքայություն եւ զորություն եւ թար կավիդյանս ամեն։ Ըստ գործս ձեռած մերոց, ուղի հարայի մեզ սեր, և ըստ գործս ձեռած մերոց, հաջողյա մեզ, ամեն։ Նստեք, ում ծաղկազարտի տոնն է, ուզեցի, որ ծաղկազարտի մասին խոսեմ, որովհետև ինքը և վերջ է համարվում բուն պահոց ընթացքի, և նաև սկիզբ է համարվում մի ուրիշ պահոց ընթացքի, և նաև սկիզբ է համարվում հոգևոր մի նոր ապրումի, որ միշտ չէ մարդկանց անդրադարձը ճիշտ լինում, մանավանդ հավատացյալի անդրադարձը։ Ծաղկազարդը մեզ համար ծառ զարդար է և շատ դեպքերում երեխաներ ունեցող ընտանիքների համար երեխաներին եկեղեցի տանելու օր է կամ ճյուղեր օրհնված տուն տանելու օրն է, այսինքն ստացվում է, որ մենք ամեն դեպքում կենտրոնանում ենք արտաքին իր ունեցած այդ տեղեկությանը և նորից ներքին ամբողջական լիցքը թողնում ենք անտեր անտիրական և մեզ համար անկարևոր, որը սխալ է։ Հետևաբար ծաղկազարդը մի խորհուրդ ունի իր մեջ, որ ավելին է քան այն պատմությունը, որ միայն մեզ տալիս է Սուրբ Գիրքը Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելու մասին։ Ավետարանների մեջ մենք կարդում ենք այդ հատվածը, թե ինչպես Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ, որպեսզի այս ամբողջականը չընթերցենք այդ ամբողջական հատված, օրինակ Հովհաննես ավետարանչի 12-րդ գլխի 12-րդ համարն է դա։ Ասում է հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, երբ լսեց, թե Հիսուս Երուսաղեմ է գալիս, արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ։ Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ով թագավոր Իսրայելի»։ Եվ Հիսուս մի էշ գտնելով նստեց նրա վրա, ինչպես որ գրված է. «Մի վախեցիր, ով դուստր Սիոնի, ահա քո թագավորը գալիս է նստած մի էշի քուրակի վրա»։ Եվ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Հիսուս փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, թե այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։ Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հենց գերեզմանից կանչեց և նրան մեռելներից կենդանացրեց, և դրա համար էլ նրան ընդառաջ ելավ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։ Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնում եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում, ահավասիկ ամբողջ աշխարհը նրա ետևից գնաց»։ Պատկերացրեք, երկրի ղեկավարը մի տեղ է գնում, ղեկավար, որ հրաշքներ է գործել, բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել, ղեկավար, որ փորձել է ցույց տալ կյանքի քաղցրությունը, իմաստը ապրելու, և իր ձևով նաև հույս է ներշնչել այդ մարդկանց, և այդ ղեկավարը ինչ-որ տեղ է գնում։ Ոչ միայն իրեն ուղեկցողներն են այդտեղ ներկա, այլ նաև բոլոր այն մարդիկ, ովքեր մյուս քաղաքից էլ գիտեին իրեն, ոչ միայն Երուսաղեմի բնակիչներն էին, ոչ միայն այդ քաղաքի։ Ուրեմն պատկերացրեք, ինչպես պիտի այդ ղեկավարին ընդունեն մարդիկ, ծափահարություններով, գոռումներով, կոչումներով, չէ՞, ոգևորությամբ, երգով, պարով, աղուհացով, այսինքն մենք այդպես ենք մեր ղեկավարներին ընդունում, երբ գիտենք, որ ղեկավարը, մեզ երևում է ղեկավարը որպես այն մեկը, ով այդ ամեն ինչ անում։ Հիմա Հիսուս Քրիստոս հրեաների համար, երբ մտնում էր Երուսաղեմ, այդպիսի մի ղեկավարի կերպար էր։ Հրեաները մտածում էին, որ վերջ, այլևս եկել է այն Մեսիան, այն Փրկիչը, որ իրենց պիտի ազատագրի, պիտի իրենց դուրս բերի այդ հռոմեական լծից, իրենց անկախություն պիտի տա, վերջապես պիտի ազատ լինեն ամեն ինչից, չպիտի ստրգանան, հալածվեն։ Եվ այդ ամբողջ գաղափարի մեջ Հիսուսին դիմավորում էին արքայավայել, թագավորի պես։ Ոչ միայն այդ դիմավորության ապրումն էր ժողովրդի մեջ տարածված, այլ նաև վախը նախկին իշխանությունների, այսինքն փարիսեցիների, ովքեր ասում էին, որ տեսակ, որ ոչ մի ձևով չկարողացանք իր դեմը առնել, իր ճանապարհը փակել, եւ ամբողջ ժողովուրդն է իր հետևից գնում։
Թվում է թե վերջ, հարցը լուծվեց այս հատվածով, հարցը լուծվեց, որովհետև Հիսուս Քրիստոսին ծափարություններով ընդունեցին, նախկին փարիսեցիները եւ մնացածը տեսան, ապրեցին խորը հիասթափություն իրենց ունեցած ընթացքից, հետ քաշվեցին եւ ամեն ինչ մնաց Հիսուսին։ Եվ Հիսուս մտավ Երուսաղեմ, այստեղ ֆիլմը ավարտվում է, հաղթում է բարին չարին։ Վերջ։ Բայց այդպես չէ։ Որովհետև Հիսուս Քրիստոսի նպատակը այդ Երուսաղեմը մտնելը չէր։ Երուսաղեմ գնալով Հիսուս Քրիստոս փորձում էր պահել օրենքը։ Այն օրենքը, որ Զատկի տոնին պահում էր յուրաքանչյուր հրյա։ Երբ գալիս էր Զատկի տոնը, հրյան պարտավոր էր գնալ Երուսաղեմ, որովհետև ունեին մի տաճար, միակ տաճարը, որ Երուսաղեմում էր։ Եվ բոլորը ամբողջ Հրեաստանից, Պաղեստինից, Իսրայելի տարածքից գնում էին Երուսաղեմ Զատկի տոնը այնտեղ նշելու։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս էլ իր առաքյալների հետ նույնը արեց։ Գնում էր Զատկի տոնը նշելու։ Նա չէր գնում թագավոր դառնալու։ Նրա նպատակը այդ ժողովրդի գովքին արժանանալը չէր։ Նրա նպատակը ուրիշ էր։ Նրա նպատակը Երուսաղեմ մտնելով կյանքի փոփոխությունը սկսեր Երուսաղեմից։ Սա չհասկացավ այդ ժողովուրդը, որովհետև այդ նույն ժողովրդի վստահաբար մի մասն էր կամ ամբողջական մասն էր, երբ կորում էին, թե Հիսուս Քրիստոսին խաչը բարձրացրին։ Ուրեմն այդ ժողովրդի սպասված թագավորը արդյունքում չէր եկել։ Այդ օրը ապրում էին այդ ոգևորությունը, բայց իրենց ուզած թագավորը չէր։ Հիմա սիրելիներ, այսպիսի մի խնդիր։ Արդյոք միշտ է, որ Տեր Հիսուս Քրիստոս հանդիսանում է այն մեկը, ում իրոք սպասում էր հրյան։ Եթե ավետարանի մեջ դրվագները նայենք, մի քանի դրվագներ կան, մի քանի տեղեր կան, որտեղ միտեղ նշվում է նույնիսկ, որ Հիսուս Քրիստոսը փախավ ժողովրդից, որովհետև ուզում էին իրեն թագավոր կարգել։ Նորից խլրտոց էր ընկել, որ հեղափոխություն անեն, թագավոր տնեն Հիսուս Քրիստոսին։ Եվ ուրեմն Հիսուս փախավ։ Եվ շատ ուրիշ տեղերում էլ Հիսուս Քրիստոս ամբողջությամբ հակառակ պատկերն է ցույց տալիս հրյաներին։ Եվ այն ապրումը, այն կենցաղը, այն միտքը իրենց հավատքի նկատմամբ, իրենց զոհաբերության նկատմամբ, որ ունեին հրյաները, կարծեք թե Հիսուս Քրիստոս այդ կարծրատիպերը կոտրում է ամբողջությամբ, վերացնում է եւ ուզում է ասել, որ դուք սխալ եք։ Հետևաբար Տերը եւ այդ սպասված Մեսիան էր իրականության մեջ։ Եվ այդ սպասված Մեսիան չէր հրյայի սպասումի մեջ։ Երկու տարբեր վիճակներ են։ Անձը ներկայանում է այնպիսին, ինչպիսին որ է, բայց իրեն ընդունում են այնպես, ինչպես իրենք կուզեին, որ ընդունեն։ Հետևաբար հավատացեք, որքան էլ հետևորդները կային Հիսուս Քրիստոսի, բայց մարդիկ կային, որ պիտի վարկաբեկեին, պիտի բամբասեին, պիտի հակառակվեին իրեն, պիտի ինչ-որ ձևով չհասկանային և ձեռքը թափտալով գնային։ Այսինքն, ժողովուրդը այդպիսին է։ Ժողովուրդը ամբողջությամբ չի կարող հասկանալ Աստծուն, չի կարող ընկալել իր փրկչին, որովհետև փրկության ստանդարտները տարբեր են։ Հրյայի ունեցած փրկությունը այլ կոնտեքստի մեջ էր։ Տեր Հիսուս Քրիստոսի բերած փրկության ավետիսը այլ վիճակի մեջ է։ Ձևաչափը տարբեր է։ Այդ է պատճառը, որ խաչի վրա մահանալուց հետո, հարություն առնելուց էլ հետո, միևնույնն է կարիքը եղավ քարոզելու Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Մինչև այսօր դրա կարիքը կա։ Ինչու, որովհետև մինչև այսօր մեկը ընդունում է այդ ավետարանը, մեկը մերժում է։ Մեկը ընդունում է Տեր Հիսուս Քրիստոսի փրկչի այդ իրականությունը, փրկիչ լինելու, մյուսը մերժում է։ Մեկը ձեռքը թափ է տալիս, երրորդը ասում է խաչը հանեք, չորրորդը ծիծաղում է, հինգերորդը հավատում է։ Այսինքն ստացվում է, որ պատմությունը, այն պատմությունը, որ Ծաղկազարդի օրը տեղի ունեցավ, ամեն օր կարող է տեղի ունենալ, մինչև այսօր և մինչև Տիրոջ երկրորդ գալուստը։
Ուրեմն Ծաղկազարդը իր ուղղակիորեն պատմական վիճակից զատ ունի նաև այլաբանական իմաստ, խորհուրդ ունի իր մեջ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս գիտեր, որ Երուսաղեմ մտնելով ինքը մտնում է հրյայի սրբություն սրբոցը։ Այդ քաղաքը իրենց սրբություն սրբոցն էր, որովհետև Դավթի աթոռը այնտեղ էր, Աստծո գահը այնտեղ էր տրված։ Եվ այդ սրբություն սրբոցի շեմին, ինչպես որ դիմավորում են իրեն, նա գիտեր, որ դա երկար չի տևելու, որովհետև իրեն չեն դիմավորում այնպես, ինչպես որ ինքը կուզեր իրեն դիմավորել, այլ դիմավորում են այնպես, ինչպես իրեն կուզեր դիմավորել։ Մարդը այդպիսին է։ Մենք միշտ չէ, որ Տեր Հիսուս Քրիստոսին դիմավորում ենք ճիշտ ձևով։ Եվ միշտ չէ, որ մենք հասկանում ենք, թե ինչ է բերել Տեր Հիսուս Քրիստոսը մեզ։ Արդյոք իր բերածը մեր ուզածն է, թե ոչ։ Եվ եթե մեր ուզածը չէ, մենք սկսում ենք նեղսրտել։ Իսկ եթե մեր ուզածն է, մենք սկսում ենք ուրախանալ դրանից։ Այնինչ, եւ այն ժամանակ հրյաների որոշ մասը եւ այսօր յուրաքանչյուր մեկս այդ փաստի առաջ կանգնում ենք, որովհետև մենք Տեր Հիսուս Քրիստոսին չենք տեսնում։ Մենք տեսնում ենք բերածները, մեր սպասելիքներն ենք տեսնում։ Հրյան, որ գոռում կոչումով դիմավորում էր, մտքի մեջ ասում էր վերջապես եկավ մեկը, որ հեղափոխություն է անելու եւ մենք ազատվելու ենք հռոմեական լծից։ Այսինքն ինքը արդեն գիտեր, թե ինչ կարող է բերել իրեն այդ մեկը։ Այն մեկը, որ հիվանդ էր, ասում էր վերջապես եկավ հասավ Երուսաղեմ եւ ես հիվանդ եմ, հիմա ինձ կբժշկի։ Այն մեկը, որ չգիտեմ, ավազակ էր, ասում էր վերջապես եկավ հասավ, հեղափոխություն կանի, ամունիստիա կլինի, ես կպրծնեմ։ Այսինքն ոչ թե երևում էր այլևս անձի նկատմամբ ունեցած վստահությունը, այլ իրենց մտքի մեջ եղած սպասելիքի նկատմամբ ունեցած վստահությունը։ Եվ այդ պարագային Հիսուս Քրիստոս կերպարը, անձը, փրկիչը, դադարում է ամբողջապես երևալ մարդուն, այլ երևում է Հիսուս Քրիստոս բժիշկը, Հիսուս Քրիստոս հեղափոխականը, Հիսուս Քրիստոս, չգիտեմ, ամոնիստիա անողը, Հիսուս Քրիստոս էս ինչ է, այսինքն մենք սկսում ենք դերաբաշխում անել։ Հիսուս Քրիստոսի ընկալման, իր անձի ընկալման մեջ մեր մոտ սկսում է դերաբաշխումը։ Քրիստոս մեկ անձ մեզ սկսում է ներկայանալ մեր կարծիքով տարբեր եղանակներով, ինչպես մենք ենք ուզում։ Անշուշտ այդպես պետք է լինի, եթե մենք իրական Հիսուս Քրիստոսին տեսնենք։ Իսկ իրականությունը այն էր, որ Հիսուս Քրիստոս այդ օրը Մեսիան էր։ Եվ այն Մեսիան էր, ում մասին խոսել էին մարգարեները, եւ ով գալիս էր փրկելու ոչ թե Հռոմից, այլ չարի ճիրաններից, մեղքի ճիրաններից։ Ուրեմն փրկչի կերպարի ընկալումը մեզանում չափազանց կարևոր է։ Յուրաքանչյուր մեկս պարտավորություն ունենք նախ հասկանալ, թե ինչ է նշանակում փրկիչ։ Վերջապես փրկիչ Աստվածը մեզ ինչից է փրկում։ Այսինքն ինչի մեջ եմ ես, որ ինձ պիտի փրկի։ Չէ որ մարդը շատ լավ ապրում է, աշխատանք ունի, նիստուկաց ունի, շրջապատ ունի եւ ասում է ես ոչ մի բանից նեղված չեմ, ինձ պետք չի ինչ-որ բանից փրկել։ Ապրում եմ նոր Հայաստանում, ամեն ինչ լավ է, ես փրկության կարիք չունեմ, իմ փրկությունը եղավ այլևս։ Այն երկրորդն էլ մեղքի մեջ է ապրում, չի հասկանում, որ մեղքի մեջ է, ասում է ես ազատ եմ ապրում սենց։ Ինձ էլ փրկելու կարիք չկա։ Ինչից ես փրկում ինձ։ Ստացվում է, որ փրկչի մասին պատկերացում ունենալը կարևոր է եւ ճշմարիտ պատկերացում, անշուշտ ճշմարիտ ասվածս քրիստոնեական վարդապետության մտքի մեջ։ Ուրեմն մենք միշտ չէ որ Տեր Հիսուս Քրիստոս անունը լսելով կամ Տեր Հիսուս Քրիստոսի մասին կարդալով իրական այդ փրկչի մասին պատկերացում ունենք։ Որովհետև մենք միշտ չէ որ մեր մեղքերը տեսանելի ենք դարձնում,
գոնե ինքներս մեզ, նախ եւ առաջ։ Եվ այնուհետև որտեղ որ պետք է, ուր որ պետք է ցույց տա։ Ուրեմն սիրելիներ, այս բրգչի կերպարը չընկալվեց հрьяաների կողմից եւ այսօր էլ չի ընկալվում մեզանում, միշտ չէ որ ընկալվում է, այսպես ասեմ։ Խեղաթյուրվում է։ Հետևաբար Երուսաղեմի մուտքը մեզ հիշեցնում է ամեն վարքյան ճշմարիտ Աստծո մուտքը։ Եվ այստեղ նաև աստվածային ողորմությունն է գալիս։ Եթե հրյայի համար Երուսաղեմը սրբություն սրբոց էր, այդպիսի Երուսաղեմներ են մեզ համար մեր սրտերը, մեր ներքին կյանքը, մեր եսի կյանքը։ Բլթող մեկը մեր ինքնասիրությանը կպնի, անմիջապես կհոշոտենք, կոպիտ ասած, հա? Կամ համապատասխան պատասխանը կտանք եւ ինչպես կարելի է։ Որովհետև այդ ինքնասիրությունը, այդ եսի կյանքը մեր ներսում է եւ փակված է 7 տակ, հա, դռներով ու կողբեկներով ու դարպասներով։ Եվ Հիսուս Քրիստոս մտնում էր հрьяաների այդ սրբություն սրբոցը, այդ քաղաքը, որտեղ որ գահն էր իրենց Աստծո։ Եվ նույն հաջողությամբ Աստված մտնում է մեր սրբություն սրբոցը, մեր քաղաքը, որտեղ գահն է մեր ճանաչած Աստծո։ Հետաքրքրական է, որ միշտ մարդիկ են գնում դեպի Աստված, բայց այստեղ Աստված գալիս է դեպի մարդը, այստեղ է Տիրոջ ողորմությունը։ Եթե մենք կամ հрьяան այն ժամանակ ոտքերով քայլում էր դեպի Երուսաղեմի տաճար, որպեսզի Աստծո հետ հանդիպեր, այսօր Աստված էշի վրա նստած քայլում է դեպի այդ Երուսաղեմը, որպեսզի այնտեղ հանդիպի մարդու հետ, ով սպասում է իրեն։ Բայց ցավոք սրտի մարդը սպասում էր ուրիշին։ Աղոթական մեր կյանքի մեջ, մեր ապրումների մեջ մենք իրոք այդպիսին ենք։ Մարդը երբեմն սպասում է ուրիշ տեսակի Աստծո, ուրիշ հզորության Աստծո։ Եվ սկսվում է մեղադրանքների տարափը, կամ կասկածանքների տարափը։ Արդյոք ճիշտ են մեզ ներկայացնում Աստծուն։ Եվ գալիս է մի ուրիշ ծայրահեղություն։ Դե ուրեմն ամեն մարդ թող ինքը կարդա ավետարանը եւ յուրովի մեկնաբանի այդ ավետարանը եւ ապրի։ Չէ որ ներկայացման կարիք չկա, Աստված կարող է ձևափոխվել ըստ մեր պահանջի, հետեւաբար նա Աստված չէ, հավատացեք։ Եթե մարդը Աստծուն ձևափոխում է այնպես, ինչպես ինքն է ուզում, եւ այդ Աստված շարունակում է գոյություն ունենալ, եւ տալ այդ մարդուն այն, ինչ որ ինքն է ուզում, եւ այնպես, ինչպես ինքն է ուզում, ուրեմն կասկածի տակ է այդ Աստծո Աստված լինելը։ Որովհետեւ մեր հավատամքի մեջ հստակ ասվում է. անփոփոխելի է Տերը եւ անայրայլելի։ Որքան էլ մենք փորձենք մտքով, մեր ապրումներով, մեր սպասելիքներով ինչ որ ձևի մեջ դնել իրեն, միևնույն է ինքը անփոփոխելի է։ Եվ երբեք որևիցե մեկը չի կարող ձևափոխել իրեն, փոխել իր ձևը, իր մոտեցումը մարդու նկատմամբ։ Ծաղկազարդը ընդունումն է այն Աստծո, ով կամեցավ այդպես ներկայանալ։ Ինչ եք կարծում, Տեր Հիսուս Քրիստոս, որ ուզենար հսկայական բազմությամբ հրեշտակների, զորքով, իր ահռելի լույսի մեջ, չգիտեմ, փառքի մեջ երևար, չէր կարողանալու էր, բայց ինքը ներկայացավ այնպես, ինչպես որ հрьяան կպատկերացներ ճշմարիտ թագավորի մուտքը, որովհետև մարգարեությունը այդպես էր գրված, ահա քո թագավորը էշի վրա նստած, չէ, գալիս է դեպի քեզ։ Եսավի մարգարեություն։ Հետևաբար Տերը չի թողնում մեզ զուրկ իր մասին պատկերացումից։ Մենք ենք ուղղակի հավելումներ անում մեր ուզած ձևով։ Եթե մարդիկ ճիշտ կարդային մարգարեությունը եւ ճիշտ ընկալեին մարգարեությունները, Տիրոջն էլ պիտի տեսնեին եւ ճիշտ ընկալեին իր մուտքը։ Բայց մարդիկ մտածում եւ ընդունում էին այնպես, ինչպես պետք էր իրենց, եւ այդ է պատճառը, որ չտեսան Տեր Հիսուս Քրիստոսին։ Յուրաքանչյուր մեկ հավատացյալ, իզնից սկսած, վերջացրած ամենափոքր հավատացյալով, տարիքով,
յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր մեկ հավատացյալ, եթե ճիշտ ընկալի Սուրբ Գիրքը, այնպես ինչպես ժառանգվել է, որևիցե խնդիր չի լինի տեսնելու այն Աստծուն, ով պարգևել է հայ ժողովրդին վիճակ, իրողություն, հավատքի, կյանքի ձևակերպման։ Սկսյալ Սուրբ Էջմիածնով վերջացրած այսօր կառուցվող որևէ եկեղեցի, որովհետև այդտեղ Աստված խոսում է մարդկանց հետ։ Բայց քանի որ մենք չենք ուզում այդպես ընկալենք, մենք ասում ենք, որ չէ, պետք է Սուրբ Գիրքը կարդալ ոչ թե այսպես, այլ այսպես, որովհետև այսօր պետք է այսպես կարդալ։ Մյուս օր պետք եղավ կշրջենք այսպես կարդան, երրորդ օրը նորից այսպես կարդան, չորրորդ օրը նորից այսպես կարդան։ Այսինքն մենք սկսում ենք հնդրել այդ օրվա մեր պահանջի Աստծուն, եւ դա սխալ է։ Ուրեմն Տերը գալիս է, որ մտնի մեր սրբություն սրբոց, այսպես ասած, ճակերտներով, հա, մեր ներքին Երուսաղեմ։ Այնտեղ չնայած, որ սրբություն է Երուսաղեմը, բայց Երուսաղեմը լի էր տարատեսակ աշխարհական մտորումներով, աշխարհական նիստուկացով, զոհաբերություններով, առևտրով, աշխուժությամբ, պատկերացրեք մի երկրի կենտրոն, ամեն ինչ այնտեղ է, ամեն իրողություն այնտեղ է թարում, ինչպես որ Հայաստանի համար կարելի ասել, այսօր Երևանի մեջ ամեն ինչ կա, որքան էլ Երևանին երգում ենք, չէ, Երևան դարձած մեր Երևանի, ցույց ենք տալիս իր հնությունը, իր կարևորությունը եւ այլն, բայց միաժամանակ եթե քրքրում ենք ցերեկային կյանքից մինչև գիշերային եւ ուշ գիշերային կյանք, մենք տեսնում ենք, որ ամեն ինչ կա։ Միայն բարին չէ այնտեղ, այլ նաեւ չարն է այնտեղ։ Միայն լավը չէ այնտեղ, այլ նաեւ վատն է այնտեղ։ Միայն օգտակարը չէ, այլ նաեւ վնասակարն է այնտեղ։ Այսինքն կենտրոնը միշտ լցված է լինում տարատեսակ ապրումներով, նիստուկացով, շարժումով, ինչ որ պետք է, չգիտեմ, ինչ որ կա աշխարհիկ կյանքի մեջ։ Այդպիսին է նաև Երուսաղեմը եղել։ Եվ Հիսուս Քրիստոս, որ մտավ, հաջորդը արդեն գալիս է ինչ։ Երուսաղեմի տաճարի մաքրումը։ Աղավնավաճառներից, առևտրականներից եւ այլն։ Ստացվում է, որ այն Երուսաղեմը, որը մենք ունենք, որքան էլ մեզ թվում է դա մեր սրբություն սրբոցն է եւ այնտեղ ամեն ինչ մաքուր է, իրականության մեջ այնտեղ ամեն ինչ կա։ Այնտեղ կա եւ ցերեկային կյանք, եւ կա գիշերային կյանք։ Այնտեղ կա եւ մերժում, եւ ընդունում, եւ հակառակություն, եւ առևտուր, եւ նախանձ, եւ չգիտեմ, եղբայրասիրություն, ամեն ինչ խառնված իրար, խառնված։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս մտնում է ոչ թե ասելու, որ ես եմ թագավորն եմ ձեր եկել եմ, դիմավորեք ինձ, պատշաճ, ինչպես որ պետք է թագավորին դիմավորել։ Այլ մտնում է ասելու, որ եկել եմ, որ մաքրեմ, եկել եմ, որ այն տեսքը տամ, ինչ պիտի ունենա Երուսաղեմը։ Եվ դա հրյայի համար ընկալելի չէր, ինչպես թե, ուրեմն այսքան տարի մեր հայրերի ժառանգություն դարձած Երուսաղեմը, մենք պահում ենք, պայպայում ենք, մեզ համար սենց դրել ենք, արել ենք ամեն ինչը, Հիսուս եկել է ասում է քանդեք այդ տաճարը, 3 օրում կկառուցեք։ Այդ դու ով եղար, որ մեր տաճարը, մեր սրբություն սրբոցը, որով պայմանավորված է հրյայի ազատությունը, քանդել տաս եւ հետո ասես կկառուցեմ, մի հատ էլ հեգնանքով, հա, 3 օրում կկառուցեմ։ Երբ մենք նայում ենք մեր ներսը, այդ ամեն ինչը կա մեր մեջ։ Եվ մենք էլ հակառակում ենք, ինչպես թե քանդել, ինչպես քանդել։ Այսքան տարի ես աշխատել եմ, այսքան տարի մտածել եմ, ապրել եմ, վատություն չեմ արել, բոլորին բարիք եմ գործել, հա, ճիշտ կյանքով ենք ապրել, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն, հիմա ինչ որ Հիսուս Քրիստոս եկել է ուզում է քանդի։ Ուրեմն այդ եսի թագավորությունն է այնտեղ, պաստորեն։ Այդ սրբության թագավորությունն է ներսը։ Այդ սրբությունը Աստծուն պետք չէ։ Աստծուն ուրիշ սրբություն է պետք, ուրիշ մաքրություն է պետք։ Իսկ մենք պահում ենք այդ եսի սրբությունը, այսպես կոչված, եւ սկսում ենք ապրել։
Տեր Աստված, քեզ պետք է զատկի տոնին կամ եկեղեցի։ Մենակ գալիս եմ եկեղեցի, քեզ պետք է ճյուղերը վերցնեմ գնամ, գալիս եմ, քեզ պետք է ոմ վառեմ, վառում եմ, քեզ պետք է ծու ներկեմ, ներկում եմ։ Այսինքն, ինչ քեզ պետք է, դու ասել ես օրենքով, ահա, օրենքով շարժվում եմ, ինչ ես ուզում ինձանից։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս ցույց տվեց փարիսեցիների բերանով, որ իրապես ամբողջ ժողովուրդը կարող է իր ետևից գնալ, եթե տեսնում է իրով լինելը։ Եվ այդ օրենքը այլևս անիմաստ է դառնում։ Որովհետև այդ օրենքը կարևոր է, եթե դու այդ օրենքի միջով տեսնում ես ճշմարիտ Աստծուն։ Իսկ եթե դու այդ օրենքն ես տեսնում եւ օրենքով սահմանափակվում ես, սխալ է ընթացքը։ Այս լծվածությունը հնարավոր չէ Տիրոջով լցնել, որովհետև ինքը լիքն է այլևս։ Հնարավոր է լցնել այն ժամանակ, երբ որ ներս է մտնում Տերը եւ ինքն է սկսում դասավորել ամեն բան իր տեղում։ Ուրեմն ծաղկազարդ այդ մուտքը ունի, այդ մուտքի իմաստը ունի։ Երբ որ մենք թույլ ենք տալիս մտնելու եւ դասավորելու եւ ոչ թե մտնելու, բայց գիտես, այս մեր տարածքն է։ Ոնց ես դրել եմ, դու այլևս չկպնես։ Գալիս ես, բարով արի։ Բայց թող իմ ունեցածը մնա ինձ։ Տերը հստակ ասում է, ով չթողնի իր հորն ու մորը, իր կնոջը, իր երեխաներին, իր ունեցվածքը եւ չգա իմ հետևից, ինձ հետ բաժին չունի։ Իսկ ով թողնի, շայլու է ավելիով։ Այդ թողնելը այդ պահին է երևում, որքանով ենք մենք պատրաստ այդ մուտքից առաջ թողնելու այդ ամեն ինչը։ Ժամանակին պատմում էին, ասում էին, որ շատ ընտանիքներ, ովքեր բարերարներ ունեին դրսից, արտասահմանից եւ իմանում էին, որ այդ բարերարները գալիս են, հա, երկու տեսակ է եղել ըստ երևույթին։ Սա ուղղակի պատմածով եմ ասում, ես չեմ տեսել իմ աչքով։ Մի տեսակը եղել է այն, որ դադարգել է իր տունը, որպեսզի բարերարը չկա տեսնի ունեցած հարստությունը, գորգը, սեղանը եւ այլն եւ այլն։ Մի ուրիշ տան տեսակ էլ, որ հագարակ բերել լցրել է, որպեսզի ամոթ չլինի այդ ավիրակները տեսնի բարերարը, եւ երկու դեպքում էլ տուժվել են, հա։ Երկու դեպքում էլ չափը կորցրել են։ Մեկը չափից շատ է դադարգել, ասել է, այս ինչ է, ես չգիտեի, մի բան են չի, արհեստական է։ Երկրորդն էլ չափից շատ է լցրել, ասել է դու ինչ կարիք ունես բարերարության, էլի, ինձ կանչել եք, հա, նորմալ էլ ապրում եք։ Այսինքն երկու ծայրահեղություններ ինչու համար է, որտեղ մարդահաճության վրա է շեշտը դրվում։ Մարդահաճության վրա է։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոս երբ գալիս է, աստվածահաճություն է պետք այդտեղ ցուցաբերել։ Եթե չգիտենք սա ավելորդ է, թե ավելորդ չի, ուղղակի ցույց տանք իրեն։ Ասենք, գիտենք, որ գալու ես, բայց չգիտենք այս մի բանը, որ պահել ենք այսքան ժամանակ, ավելորդ է, թե ավելորդ չի։ Եթե ավելորդ է, դու հան, ես չգիտեմ, հանելու է, թե թողնելու է, կապվածությունս մի տեսակ շատ է իր հետ։ Այսինքն, պետք է մինչև Տիրոջը դիմավորելը մենք այդ մաքրագործման մեր ներսը դատարկելու պրոցեսը անցնենք, որովհետև եթե չես դատարկել, գալու է ուր մնա, գալու է ուր մնա։ Ասում է, որ այդ երեխաները, մանուկները, այդ փոքրերը վերցրեցին արմավիրիների ճյուղերը եւ գորուն կոչումով Օվսաննա օրհնյալ ես, որ գալիս ես, Աստծո որդի եւ այլ դիմավորեցին։ Այո, մենք այդպես ենք, որովհետև երբ մենք գիտենք, որ գալիս է մեկը, ով մեզ փրկում է, մենք ոգևորություն ենք ապրում դրանից։ Եվ մանկան նման ոգևորություն ենք ապրում։ Երեխայի նման գորուն կոչունով ենք դիմավորում մեր փրկչին։ Այդպես է յուրաքանչյուր հավատացյալի կյանք։ Ես նույնիսկ նկատել եմ շատերի մոտ, հա, երբեմն երբ հաղորդություն են վերցնում, այդ մանկական ոգևորությունը ունեն։ Որովհետև այդ մարդը հասկանում է, որ այդ հաղորդությունը արիթ է իրեն նորից միանալու Տեր Հիսուս Քրիստոսին։ Հետևաբար, այո, մենք մանկանում ենք։ Երբ Աստված գալիս է, մենք փոքրանում ենք։ Սա մեր մանկական հուշերի վերազարտոնքն է մեր կյանքի մեջ բերում։ Որովհետև երբ մաման ասում էր արի հազիվ քայլում ենք, հա? Ես չեմ հիշում, դուք եք հիշում։
Հազիվ քայլում ենք, գնում ենք դեպի մաման, ուրախանում ենք, որտեղ մաման կանչում է, մենք տեսնում ենք իրեն, կամ պապան կանչում է։ Հետեւաբար այդ կանչը, այդ գալը դեպի մեզ եւ մեր տեսնելը իրեն, մեզ մոտ մանկացման process է սկսվում։ Մարդը հոգնանում է, հոգով թեթևանալու։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոս ասում է, այս մանուկների նման պիտի լինենք։ Մանուկ լինել այդ թեթևությունը, այդ մանկական ոգևորությունը ունենալ, հոգու թրտիրը ունենալ։ Հիմա այդ մանուկները այդ հոգու թրտիրը ունեն։ Երբ Տեր Հիսուս Քրիստոս գալիս է, որ մտնի իմ Երուսաղեմը, արդյոք ես այդ հոգու թրտիրը ունեմ, թե ոչ։ Բայց հոգու թրտիրն էլ կունենամ այն ժամանակ, երբ որ ես վաղուց պատրաստ սպասում եմ իրեն։ Շատ երեխաներ ինչպես են ուրախանում, երբ գալիս է հոկտեմբերի վերջ, նոյեմբեր ամիսները, մաման ասում է, որ վերջ Ազիզ ջան, պապան հեսա խոփանից գալու է, երեխան սկսում է ուրախանալ, վերջապես 7-8 ամիս հետո հոր դեմքը տեսնելու է։ Եվ սպասում է օրերն է հաշվում, բա երբ կգա, մի հատ է դպրոցը գնում խոսում է, չէ, պապաս 4 օրից գալու է, ինձ էս ապերելու, ինձ են ապերելու, եւ այլն, գիշերը չի քնելու, որտեվ գիշերը պապան պիտի կայի չնի։ Այսինքն այդ մանկական սպասումը, որտեվ ինքը գիտի ով է գալիս։ Ու կարոտ ունի։ Ուրեմն երբ Հիսուս Քրիստոս ազդարարում է ասելով, որ Ահավասի գեշի վրա եւ նրա կուրակի վրա նստած գալիս է դեպի Երուսաղեմ, մենք այդ կարոտ ունենք, այդ փափագը։ Հետեւաբար 40-րդական պահքը 40-րդ օրը պահքի, դա վաղվա օրն է, ուրբաթը։ Եվ 41-րդ օրը այլևս պատրաստությունն է մի նոր շրջանի, որ ինչ որ ձևով գալստյան կիրակից հետո ցույց է տալիս այդ գալստյան արդեն մարմնավոր վիճակը։ Եթե գալստյան կիրակին մենք ապրում էինք մտքով պատրաստվելով այդ տիրոջ գալստյանը եւ հասկանալով առաջին գալստյան խորհուրդը, Ծաղկազարդը մեզ համար դառնում է այդ գալստի արդահայտման առաջին քայլը մեր կյանքի մեջ։ Եվ այդ է պատճառը, որ ամբողջ պահքի ընթացքում փաստորեն մենք երեխայի նման պիտի պատրաստված լինեինք, որպեսզի ծաղկազարդը կարողանայինք հասկանալ նախ, որովհետև այդտեղ է որ գալիս է։ Պապան եկավ խոպանից, դեռ հայտնի չի պապան ինչ պիտի անի։ Արդյոք իր ուզածը բերել է, չի բերել, արդյոք իրեն փաթաթվելու է ամպուրի թե չէ, արդյոք գիշերը կողքն է անցկացնելու թե չէ, արդյոք մյուս օրը հավաքվելու են կերուխում անեն թե չէ։ Այսինքն հաջորդ քայլերը հայտնի չի, սա մուտքն է ուղղակի։ Սա մուտքն է, բայց մուտքը պիտի ճիշտ դրվի, որպեսզի այդ ջերմությունը հաղորդվող փոխանցվի նաև մյուս օրերին եւ լրացնի այն 40-օրյա պակասը, որ յուրաքանչյուր մարդ ապաշխարության մեջ ունեցել է։ Մենք Տեր Հիսուս Քրիստոսին ընդունում ենք մեր Երուսաղեմների մեջ եւ որովհետեւ կարոտել ենք, եւ որովհետեւ սիրում ենք իրեն, եւ որովհետեւ հայրական այդ խնամքի կարիք ունենք, բայց հավատացեք, այստեղ նորից հոգեբանորեն մարդու եսը սկսում է աշխատել, որովհետեւ ամենակարևորը նա գալիս է մաքրելու մեզ, հարստացնելու մեզ, մաքրելով առատություն տալու։ Այստեղ նորից Տիրոջ մուտքը մեր եսի համար է, մեր շահի համար է, ուրիշ ոչ մի բան։ Եվ ամենահամեստ ձևով է գալիս, որպեսզի կարողանա այս տկարության մեջ մտնել, որովհետև եթե փառքով կա, այս տկարը կվերանա, ուղղակի կվերանա։ Չի կարող անսահման փառքը սահմանավոր անպիտանության մեջ մտնել։ Ուրեմն դրա համար էլ գալիս է ամենահամեստ ձևով, էշի վրա նստած, սուսիկ-փուսիկ, հանգիստ, մի քանի աշակերտների հետ ուղղակի ուղեկցությամբ, որպեսզի տեղավորվի, որ մենք չասենք, Տեր, այնքան մեծ զորքով է գար, մենք չհասցրինք քեզ մոտենայինք, մեր նամակը տայինք, մեր խնդրանքը տայինք, որ դու հետո նայեր քո փող նախագահներին, նա, չգիտեմ, վարչապետներին, նա ինչին է տայր, հետո նայեր,
չկա արտարացում, որ չասենք, դե մենք մեղավոր չենք, քո կալուստը նենց էր, որ ով կդիմանար այդ կալստյանը, էլ երբ հասցնեինք, մենք մեր մեղքերի մասին խոսեինք, կամ քեզ մեր տուն հրավիրեինք։ Ընդհակառակը գալիս է պարզ, որպեսզի յուրաքանչյուր տուն կարողանա մտնել, որպեսզի երբեք այդ տան բնակիչը չնեղսրտի ասելով, որ քո փառքը ինձ ցույց տվեցիր եւ չկարողացա քեզ համապատասխան ընդունելություն ցույց տալ։ Առաջներում հեքիաթների մեջ էլ կարդացած կլինեք, երբ սուլթանները, շահերը, թագավորները երբեմն գիշերով հագել են աղքատի շորեր, չէ, ծածկել են իրենց դեմքը, որ ամբողջությամբ չերևա եւ ելել մտել են ժողովրդի մեջ։ Քայլել են, գնացել են սրա տունը, նրա տունը, խոսացրել են, հարց ու փորձ են արել, որ իմանան ինչ խնդիրներ ունեն մարդիկ, ինչպես են ապրել։ Այսօրվա նման չի, էլի կամերաներով եւ դելեգացիայով գնալ մարդկանց հարցնել ինչպես եք, ինչ եք անում։ Մարդիկ ավելի համեստ են արել, որպեսզի կարողանան մտնեն այդ մարդկանց տուն, որպեսզի մուտքի իրավունք ունենան, որ մարդը չլարվի, այլ ազատորեն բացի իր սիրտը, իր ունեցածը, իր կենցաղավարությունը այդ մարդու առջև։ Այդպես է Տեր Հիսուս Քրիստոս, ինքը երբեք չի մտնում մեր կյանքի մեջ իր ամբողջական փառքով, որ միանգամից մեր սիրտը չտրակի, այլ փոքրանում է, փուջուրանում է եւ այդ համեստության, այդ խոնարհության մեջ է Տիրոջ փրկությունը։ Ինքը այդպես է մտնում, որպեսզի փրկի ամբողջությամբ, որ անգարց ես ոչ մի բան չթաքցնեմ իրենից։ Ես կարողանամ ամբողջությամբ բացվել իր առջև։ Տեսնեմ, որ իմ նմանի հետ եմ խոսում։ Աստծո հետ եմ, բայց իմ նմանի հետ եմ։ Մոռանամ այդ բային իր Աստված լինելը, մտածեմ, որ ինձ նման մարդ է, որ ուզում է ինձ հետ կիսել իմ հոգսերը, ինձ հետ հաց կիսել, ինձ հետ նստել, ինձ հետ քնել։ Ուրեմն Ծաղկազարդին էլ այդպես մտավ։ Կարող էր Հերովդեսի նման կամ մյուսների նման թագավորական զարդ ու զարդարանքով մտնել Երուսաղեմ եւ ինքնահռչակ էր ասել, որ ես եմ թագավորը եւ վերջ։ Կարող էր անել, որտեղ բազմաթիվ հետևորդներ ուներ իրեն, բայց չարեց այդպես։ Չարեց, որպեսզի ցույց տա, էլի եմ ասում, թե ինչպես պիտի մտնի Աստված Երուսաղեմ, ինչպես պիտի փրկիչը կա Երուսաղեմ։ Հիմա երբ որ մտնում է Տերը սուսիկ-փուսիկ, հա, ինչպես Ավետարանն ասում գողի նման, թաքուն, նա չի մտնում, որ մեզ անակնկալի բերի, դեռ այս մուտքը դա չէ, նա մտնում է այդպես, որպեսզի մենք այլևս կարողանանք հստակ շարադրել։ Հիշում եք, որ Տեր Հիսուս Քրիստոսին հրավիրեցին, անունը չեմ հիշում, Սիմոնի տուն էր, որ կինը, օրնիկ կինը, յուղով գնաց, օձեց ոտքերը, չէ, լացեց, արցունքներով լված, հետո մազերով սրբեց, հետո է յուղով օձեց։ Ու նստած մարդիկ ասում էին, այս մարդը արդյոք չի հասկանում, թե ով է այս կինը, որ թույլ է տալիս իր ոտքերին մոտենա, որովհետև կարող է ավել պակաս խոսեին, ասեին հլնայի, անպարոյական կինը եկել է ոտքերին է կպել, ինքն էլ թույլ է տվել։ Եվ ասում է Տերը կարդաց, հասկացավ նրանց հոգին, միտքը, եւ ասաց, որ եկա քո տուն, ջուր նույնիսկ չտվեցիր, որ լվացվեի։ Այս կինը արցունքներով է ոտքերս լվանում։ Դու նույնիսկ սովորական բան չտվեցիր, որ օձեր գլուխս, որպես հյուրի, որտեղ հրեական սովորություն կա, այս կինը իմ ոտքերն է օձում ամենաթանկ անուշահոտությամբ։ Այսինքն այն մեկի տունն էր մտել Տեր Հիսուս Քրիստոս, ով իրապես ճանաչում էր Քրիստոսին եւ չէր ճանաչում։ Ճանաչում էր որպես բժշկող, փրկիչ մարդ, որ ահագին շարժ է արել Երուսաղեմի մեջ, Իսրայելի մեջ, հա, բայց չէր ճանաչում, որ Աստված է այնտեղ նստած իր տան մեջ։ Եվ մյուս դրվագի մեջ ուրիշտեղ Զաքեոսին ասում է Զաքե իջիր ծառից, որովհետև այսօր քո տանը պիտի գիշերեմ։ Եվ ասում է, երբ մտավ Զաքեոսի տուն, շատերը դժգոհեցին, մրթմրթացին, բամբասեցին, ասելով, այս մարդը մեղավորի տուն է գնացել։ Այսինքն մեծությունը գնացել է մեղավորի տուն։ Եվ Հիսուսն ինչ ասեց։ Զաքեոսը այդ ամեն ինչը տեսնելով ոտքի կանգնեց, ասեց, Տեր, ունեցածից կեսը տալու եմ, որտեվ գիտեմ դու ով ես։ Գիտեմ դու ով ես։
ունեցածից կեսը տալու եմ, եւ ինչ որ զրկել եմ, հատուցելու եմ, որտեվ ընդեղ տեսա մեծությունը Քրիստոսի, բայց աշխարհում ունեցած արձագանքներով կազմված պատկերացմամբ։ Զաքեոսը կարճահասակ լինելով, մաքսավոր լինելով, որ ամբողջ օրը փողերի մեջ էր, մարդկանց խաբում էր, գրփում էր այն մեր բառերով ասած, ունեցվածից էր զրկում եւ այլն, Զաքեոսը այդ ամեն ինչի մեջ տեսավ ճշմարիտ Աստծուն։ Եվ ասեց Տեր, ասեց ունեցածից կեսը, եւ Հիսուս Քրիստոս ինչ արեց, ասեց այս տունը այսօր փրկվեց, որովհետեւ ինքն էլ Աբրահամի զավակ է, այսինքն գիտի թե որտեղից է գալիս եւ ոնց պիտի ճանաչի իր Աստծուն։ Աբրահամի զավակ է եւ չեկա կորցնելու, այլ փնտրելու եւ փրկելու։ Ուրեմն երբ Տերը գալիս է, մեր խնդիրն է նախ ճանաչել իրեն ոչ թե արձագանքներով, այլ իր իրական ով լինելով։ Իսկ իր ով լինելը մենք կճանաչենք այն ժամանակ, երբ մենք ինքներս մեզ Աբրահամի զավակ կհամարենք։ Հրեայի համար Աբրահամի զավակ լինելը, դա չգիտեմ, վեր էր իր ծնողի զավակ լինելուց։ Վեր էր իր ծնողի զավակ լինելուց։ Ոնց, Աբրահամի սերունդն է ասում։ Աստծուն խոստացված սերունդն է։ Հայ ժողովուրդը, սիրելիներս, Տեր Հիսուս Քրիստոսով, Թադեոս, Բարթոլոմեոս առաքյալներով, Սուրբ Գրիգորի Լուսավորչին ժառանգություն տրված սերունդն է։ Եվ երբ մարդը գնում է այստեղից օտար աշխարհ, ներկայանում է ասում է հայ եմ, չի ասում հայ եմ, որովհետև Երևան, չգիտեմ, Էրեբունի կամ Երրորդ մասի այսինչ քուչի, այսինչ հասցեում ապրող մարդն են։ Ասում է հայ եմ, դե մենք այն քրիստոնեական երկիրն ենք, որ 301 թվականին ու սկսվում է ոչիլի պատմությունը իրենց։ Որովհետև միշտ մենք փորձում ենք ցույց տալ, թե որտեղից ենք գալիս, ում զավակներն ենք, որպեսզի երբ կանգնեմ Տիրոջ առաջ, ասեմ Տեր, ես Գրիգոր Լուսավորչի ժառանգն եմ։ Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալով մնացած հետնորդն է։ Իսկ մենք չենք բռնում այդ արմատը։ Եվ հետո ուզում ենք, որ եւ Աստված գա իմ տուն, եւ ես ճանաչեմ իրեն, եւ ինքը ինձ ճանաչի։ Ուրեմն ում տրվել է այդ ժառանգությունը, ով վերցրել է այդ ժառանգությունը, ինքն է ճանաչում իր Աստծուն։ Պատմության ընթացքում բազմաթիվ երեսներ կարող է ժողովուրդը տված լինել Տեր Աստծուն, բայց իր երեսը մեկն է, իր դեմքը մեկն է, փրկիչ Աստված է։ Փրկիչ Աստված է։ Եվ այդ փրկությունը ինչից է, գիտեք, Տերը մեզ փրկում է ինքներս մեզանից։ Ինձ փրկում է ինձանից Աստված։ Ինձ փրկում է ինձանից։ Որովհետև գիտի, որ ես ինձ վնասում եմ։ Ես ինձ վնասում եմ։ Դրա համար գալիս է իմ եսի փոխարեն ինքը նստի, որպեսզի ինքը ինձ կարողանա փրկել, ճիշտ պահել ինձ։ Եթե մենք տեսնում ենք, որ մեկը պատրաստ է իրեն վնասելու, չեզոքացնում ենք, չէ՞ այդ մարդուն։ Ասում ենք, այս մարդը ինքնասպանություն գործող մարդ է, դիցուկ, հա, կարող է հանկարծ ինքն իրեն վնասել։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեկուսացնենք իրեն, որ հանկարծ նման քայլի չգնա։ Կամ մյուս պարագային մարդուն տանում ենք, դնում ենք, հա, մեկուսարան, կալանավայր կլինի, բանտ կլինի, գաղութ կլինի, որպեսզի հանկարծ չվնասի մյուսներին, որտեղ ինքը վնասող է։ Սա մեր աշխարհական լուծումն է։ Տեր Հիսուս Քրիստոս ոչ թե մեզ արդակնապես է մեկուսացնում մյուսներից, այլ ներքնապես ինքներս մեզանից է նա մեկուսացնում մեզ։ Եվ այն եսից է մեկուսացնում, որ իրականության մեջ պետք չէ ինձ, Աստված այդ եսը չի ստեղծել ինձ համար։ Ուրեմն փրկողը, փրկիչը եւ փրկությունը ոչ թե նրա համար է, որովհետեւ ես հենց հիմա ցեպերով, շղթաներով սենց կալանավորված կանգնած եմ եւ մեկը պիտի գա ինձ ազատի, այլ որովհետեւ այդ շղթաները արհեստական դրված շղթաները ներսից իմ բնական, իմ իրական եսի վրա։ Եվ ինձ ազատում է այդ շղթաներից, որպեսզի իմ եսը ազատությունը տեսնի եւ հասկանա, որ ինքը այդպիսին չէ։ Ուրեմն Տերը ինձ ազատագրում է
իմ սեփական ջանքերով կատարված սխալներից, մեղքերից, տկարություններից, կյանքի սխալ ընթացքից։ Ուրեմն ծաղկազարդի մուտքը ոչ թե իրականության մեջ գալու է, որ նստենք կերուխում անենք միասին, հա, մեր տանը, այլ ծաղկազարդի մուտքը գալիս է, որպեսզի այն մեղավոր կնոջ նման լացենք ոտքերը, լվանանք Տիրոջ, հա, այդքան խոնարհվենք, մեր իսկ տան մեջ խոնարհվենք, մեր իսկ անձերի մեջ խոնարհվենք իր ոտքերի առջև, լացենք, մեր իսկ անուշահոդությունը տանք իրեն, որպեսզի ինքը մեզ վեր բարձրացնի եւ Զաքեոսի նման փրկության արժանացնի։ Զաքեոսի նման փրկության արժանացնի, ինչպես որ Զաքեոսի տունը փրկեց, այդպես մեր տները փրկի, մեր անձերը, մեր բնակարանները փրկի։ Ուրեմն ծաղկազարդը բժշկության առիթ է, եթե այդպես է։ Ծաղկազարդը ապաշխարության առիթ է, ծաղկազարդը դարձի առիթ է։ Կերուխումը հետո է, 8-րդ օրում է լինելու կերուխումը։ 7 օրվա մեջ կերուխումը չի լինելու։ Կերուխումը 8-րդ օրվա խորհուրդն է, հա, երբ դատաստանից հետո սկսում է 8-րդ օրը, կամ հարությունից հետո սկսում է 8-րդ օրը, եւ այդ խորհրդի մեջ կերուխում է, այո, եթե մենք այդ հարությանը ճիշտ ենք տալու։ Բայց ծաղկազարդը մեզ համար այդ է։ Տեր, ինձ մաքրիր, արի իմ տան մեջ, որպեսզի միասին լինենք, միասին մատնվենք, միասին չարչարվենք, միասին խաչվենք, միասին մահանանք, որպեսզի միասին էլ հարություն անենք։ Այլապես ուրիշ տարբերակ չկա։ Ծաղկազարդը այդ դռները բացելու օրն է։ Իսկ այդ ճյուղերը օրհնելը ծառզարդարի, հա, եւ մնացած գեղեցիկ բաները, մանուկների օրհնությունը, այդ ամեն ինչը գալիս է կապվելու այդ մանկանալու գաղափարի հետ։ Քրիստոնյայի կերպարն է ցույց տալիս այդ ճյուղը, քրիստոնյայի կերպարն է ցույց տալիս իր ճկունությամբ, իր դադարքվելով, իր բողբոջած լինելով, հասկանում եք։ Իսկ մենք այդ արդակին մասերը վերցնում ենք եւ ներքին այդ ամբողջ խորհուրդը արհամարում ենք ակամայից, չեմ ասում կամքով, հասկանալով, ակամայից։ Ուրեմն սիրելիներ, շաբաթ օրը Սուրբ Ղազարոսի հարության օրն է։ Այո, եւ Ղազարոսի հարությունը օրինակ է հարության, որ 3 օրվա մեռելը կարող է հարություն առնել։ Օրինակ է Տիրոջ հարության եւ յուրաքանչյուր մեկիս հարության։ Եվ այդ հարության խորհրդի մեջ մենք մտնում ենք ծաղկազարդ։ Չի ցավացնում Աստված երբեք մեզ, մեր ապաշխարության մեջ։ Թողնում է, որ մենք ինքներս մեզ մեր ուզած չափով ցավացնենք։ Եթե ցավացնող լիներ, մատը թափտալով կկար։ Կասեր հերթով գալու եմ մտնեմ սաղի տները։ Եթե մի բան իմ ուզածով չեղավ, չկա։ Կաներ, իրավունք ուներ, արդար էր, որտեղ այդ տունն էլ, այդ տան պաշարն էլ իրն ինքն է տվել։ Ինչ կարևոր է, որ մենք չգիտենք ինքն է տվել թե չէ։ Դա բացարձակ կարևոր չի։ Բանկը երբեք չի ասում տան անդամներին, ինձ ինչ, դուք գիտեք թե չէ, որ ձեր տղեն վարկ է վերցրել։ Չի վճարել վարկը, եկել ենք գույքագրենք, հեսա գույքն էլ կտանենք մերով կվեզնով կանենք։ Թող ծնողները կանգնեն ասեն, մենք չգիտենք, որ մեր տղեն այդ պարտքի տակ էր, բա ոնց, բա սենց, բանենց, կապ չունի։ Վերցրել է, վերջ։ Դե ինչ կապ ունի, դուք գիտեք թե չէ, որ ձեր կյանքը Տիրոջ պարգևն է ձեզ։ Այդ կապ չունի։ Տերը գալու է ասի իմանայիր։ Քանի անգամ ասեցի դրա մասին։ Քանի տեղ խոսեցի դրա մասին։ Քանի անգամ անդրադարձա այդ ամեն ինչին։ Չիմացար, դու գիտես։ Կարող է այդպես գալ Տերը։ Կարող է արդարության մեջ, եթե լինի, այդպես կգա։ Բայց Տերը ողորմության մեջ է։ Դեռևս ողորմության մեջ է։ Եվ դրա համար էլ զգուշացնելով է գալիս։ Որ այն ցավը, որ պետք է ունենանք, մենք ինքներս ունենանք, բայց ունենանք այնպես, որ ուրախության հետ լինի այդ ցավը, որովհետև երբ մարդը ապաշխարության մեջ է, լացում է,
ինքը ապաշխարում է գիտեք ինչի, որտեղ իր միտքը ենթագիտակցությունը հոգին հույսի մեջ է, որ այդ ապաշխարությունով ինքը ազատվելու է։ Սա նման է այն հիվանդին, որ ցավի մեջ գնում է բժիշկի, գիտի որ իրեն ցավ է տալու բժիշկը, բայց իր միտքը հույսի մեջ է, որ այդ ցավի հետևանքը առողջությունն է։ Թող հիմա ցավա, բայց առողջություն է լինի։ Ուրեմն այդպես է Տիրոջ ողորմությունը։ Նա հիմա թեթև թողնում է, որ ինքներս մեզ ցավացնենք մեր ունեցած կարգավիճակը վերջապես տեսնելով, բայց երբեք չի մարում հույսը հարության։ Միշտ ցույց է տալիս, որ թող ցավի, թող մի քիչ ցավ լինի, բայց հարության համար է դա, ուրիշ ոչ մի բան, ինձ պետք չի, եւ որ ես քեզ ցավացնեմ, հա, սադոխիչ չեմ, սադիզմով չեմ զբաղվում, այլ պետք է ցավա, որպեսզի դու հարություն առնես։ Բարձ բժշկական մոտեցում է։ Ծաղկազարդի մուտքը գալիս է եւ ուրախություն բերելով մեզ, որտեղ մենք դիմավորում ենք իրեն, բայց միաժամանակ էլ պետք է մտածել, որ այսօր դիմավորում եմ, որովհետև գիտեմ, որ առաջիկային մատնության հարց կա, խաչելության հարց կա, հա, թաղման հարց կա։ Դիմավորեմ, որ իմ տան մեջ էլ այդ ամեն ինչը լինի, որովհետև մի հիվանդ էլ ես եմ եւ ինձ պետք է այդ process-ների միջով անցնել, գործընթացներով, որպեսզի ես էլ արժանանամ այդ հարության լույսի։ Մուտքը Երուսաղեմ այսպես է։ Արդյոք վերջնականապես Տիրոջ մտնելուց հետո մաքուր կլինի մեր տարածքը թե չէ։ Սա հարց է, որովհետև տարածքի մաքրության պատասխանատուն ամեն դեպքում, որքանով ես եմ, այդքանով էլ Աստված է։ Արդյոք ես թույլ եմ տվել Տիրոջը մաքրելու իմ տարածքը։ Արդյոք բոլոր սենյակների դռներն են բացել իր առջև։ Եթե բացել եմ, ուրեմն մաքրվելու է։ Եթե բացել եմ, մաքրվելու է։ Եթե չէ, ուրեմն չեմ կարող պահանջնել Տիրոջ առաջ։ Դրա համար մեկը ասում է, այնքան լավ էր, այնքան լավ ապրում ունեցա, այնքան լավ հոգևոր խորհրդի մեջ էի, իսկ մյուսը ասում է, դե չէ, ես ինձ համար մի տեսակ չգիտեմ, ինչ-որ սառնություն կա, չեմ կարող։ Որովհետև այն մեկը հասկացել է, որ մինչև ամենավերջին պահարանի, ամենափոքր այդ սեյֆի դուռն էլ պիտի բացի իր տան միջի, որտեղ որ ամենա գաղտնիքներն է պահած։ Իսկ այն մեկը ասում է, չէ, էսի բացեմ, սրանք պետք չի, այստեղ այնպես բաներ կան պահած, որ ոչ մեկի առաջ չեմ բացել։ Բայց միևնույն է, բացվելու է, բայց ավելի ուշ, կեղտոտ վիճակի մեջ։ Ուրեմն այդ մուտքը ծաղկազարդի մեր կյանքի մեջ պետք է որ մենք բացենք մեր բոլոր դռները։ Մենք պիտի դռները բացենք, որովհետև գալիս է մեկը, որին բավարար չէ մի սենյակը։ Ուղղակիորեն բավարար չի։ Երկուսն էլ բավարար չի, երեքն էլ բավարար չի, այսինքն պետք է մի ամբողջական տարածք, հսկա տարածք, որովհետև այնտեղ տեղավորվելու է Աստված։ Իսկ Աստծուն ինչքան շատ տարածք տակ, այդքան շահելու է։ Որտև Աստված անսահման է, ինքը միևնույնն է, բոլոր տարածքներն էլ զբաղեցնում է։ Շատ տվողին, շատ տարածք տրամադրողին, Տերը շատով էլ հատուցելու է։ Քիչ տրամադրողին քչով է հատուցելու։ Ինչ ցանեցիք, այն հնձելու եք։ Այսինքն ծաղկազարդին պատրաստվեք այդ տրամադրությամբ։ Դիմավորեմ իմ Տիրոջը, ինչպես Հրյան դիմավորեց Երուսաղեմի դարպասների մոտ Օվսաննա կոչելով, ես էլ դիմավորեմ օրհներգությամբ, սաղմոսերգությամբ, ինչպես մանուկները արմավենիների ճյուղերով, որ կյանքի խորհրդանիշը ունի, այդպես էլ իմ կյանքը արմավենու ճյուղ սարքած, գորգորամ մանուկի նման վազվզեմ, որովհետև գալիս է նա, ով գալիս է ինձ ազատագրելու, փրկելու։ Իսկ այն հարցին, թե ով է փրկիչ եւ ինչից է ինձ փրկում է իմ իսկ կործանումից, որովհետև մարդ լինելու կոչումը ցավոք սրտի միշտ չէ որ կարողանում են մարդիկ ճիշտ հասկանալ եւ մինչեւ վերջ էլ չեն հասկանում մարդ լինել ինչ է նշանակում։ Մարդ լինել նշանակում է ունենալ աստվածայինի ներկայությունը Աստծո պատկերի եւ նմանության մեջ եւ ոչ թե կենթանու անասունի պատկերի եւ նմանության մեջ։
այլ Աստծո պատկերի եւ նմանության մեջ ըստ քրիստոնեական վարդապետության։ Ուրեմն այդ մարդու ազատագրման համար է Քրիստոս մուտք գործում այդ մարդու կյանքի մեջ։ Այլապես Տերը կարիք չունի իմ կյանքի մեջ մտնելու։ Ես կարիք ունեմ, որ Տերը մտնի իմ կյանքի մեջ։ Ես կարիք ունեմ։ Նա գալիս է եւ կանգնած թագում է։ Նշանակում է մինչեւ թույլտվություն չի հարցնում, ներս չի մտնում։ Հիմա Ծաղկազարդին էլ գալիս է, դարպասները բացեք, որպեսզի թույլտվություն չհարցնի, իմանա, որ իրեն համար այլևս ճանապարհ եք բացել ներս մտնելու։ Սա իմ մտորումներն են Ծաղկազարդի մասին, ես այսպես եմ մտածում, եւ ես էլ ինչ-որտեղ փորձում եմ այդ ապրումը ունենալ, թե որքանով կլինի դա մենակ Աստծո ողորմությամբ է, որտեղ ասում է Տերն է սրտերը կարծրացնողը, սրտերը փափկացնողը։ Ուրեմն թող Աստված բոլոր մարդկանց սրտերը փափկացնի եւ ամեն անգամ առիթներ տա, որպեսզի մարդը հաստատի իրեն որպես մարդ Տիրոջ առաջ, նախ եւ առաջ, հա, նախ եւ առաջ Աստծո առաջ, որպես մարդ հաստատի, որպեսզի կարողանա հասարակության առաջ էլ որպես մարդ ներկայանա։ Այլապես հասարակությունը ինչքան էլ որպես մարդ ճանաչի կամ գնահատի, միևնույնն է, դատաստանի օրը Տերն ասելու է՝ մարդ էր թե մարդ չէր, վերջապես։ Աստված օրհնի ձեզ։